Աստված իմ, Աստված, նայիր ինձ, ինչու լքեցիր ինձ, յանցանքներիս պատճառով հեռու մնացիր իմ փրկությունից։ Աստված իմ, քեզ կանչեցի ցերեկով, բայց չլսեցիր ինձ, կանչեցի գիշերով, բայց չանասացիր ինձ։ Դու ապրում ես սրբերի մեջ և գովերգու Իսրայելում, քեզ վրա յոյստերին հայրերը մեր յոյստերին, քեզ վրա և դու փրկեցիր նրանց, արքեզ աղաղակեցին ու ապրեցին, քեզ վրա յոյստերին և ամոթով չմնացին։ Բայց ես որդի եմ և ոչ թե մարդ, մարդկանց համար նախատինք եմ և անարգանք ժողովուրդներին։ Բոլոր ինձ տեսնողներն արհամարհում էին ինձ, խոսում շրթունքներով և շարժում գլուխներն իրենց ասելով, յոյսը դրել է Տիրոջ վրա, դե թող փրկի ու ազատի նրան, եթե սիրում է նրան։ Դու հանեցիր ինձ արքանդից, իմ յոյսը դարձար մորս կաթովսն ու էլորից, քեզ յանձնվեցի ես արքանդից, մորս որովայնից սկսած, դու ես Աստվածն իմ։ Մի հեռացիր ինձնից, քանզի մոտ են վտանգները, և չկայ մեկը, որ օգնի ինձ։ Բազումեզներ շրջապատեցին ինձ, և արար ցուլերը պաշարեցին ինձ, մռնչացող ու յափշտակող առիվծների պես ինձ վրա բացին բերաններն իրենց։ Հոսեցի ես ինչպես ջուր, խախտուեցին իմ բոլոր ոսկորները, և սիրտս հալածմուն դարձավ որովայնիս մեջ։ Զորությունն իմ չորացավ խեցու նման, լեզուս կպավ քիմքիս, և ինձ իջեցրին մահվան հողի մեջ։ Չորս կողմս բազում շներ հավաքվեցին, և չարագործների ամբոխն ինձ պաշարեց, ծակեցին ձեռքերն ու ոտքերն իմ, հաշվեցին բոլոր ոսկորներս, նրանք նայեցին ու տեսան ինձ, հագուստներս բաժանեցին իրար մեջ, և պատմուջանիս վրա վիճակ գցեցին, դու Տեր օգնություն ինձնից հեռու մի պահիր, այլ օգնիր ինձ Տեր, փրկիր ինձ սերից, փրկիր մի ամորիկիս շների ձեռքից, ազատիր ինձ առիվծի բերանից, և խեղճ անձին մի եղջերուի եղջիրից։ Անունդ պիտի հռչակեմ իմ եղբայրներին, ժողովատեղում պիտի օրհնեմ քեզ։ Աստվածավախներ, օրհնեցեք Տիրոջը, և թող Յակոբի բոլոր զավակները փառաբանեն նրան։ Իսրայելի ողջ սերունդը երկյուղ պիտի գրի Տիրոջից, քանզի Տերը չարամարեց ու չանարգեց աղոթքն աղքատիս, և երեսն ինձնից չշրջեց, այլ երբ ձայն տուի նրան, լսեց ինձ։ Քո
քո մասին է գովքնին, մեծ հավաքներում պիտի օրնեմ քեզ, ուխտս պիտի կատարեմ նրա բոլոր երկյուղացների առջև։ Դնանքները պիտի ուտեն ու յագենան, Տիրոջը փնտրողները պիտի օրնեն նրան, Նրանց սրտերը կչապրեն Յավիտյանս յավիտենից, Աշխարի բոլոր ծայրերից մարդիկ կվերիշեն ու կդառնան Տիրոջը։ Բոլոր ազգատողերը կկերկրպակեն նրան, Քանզի Տիրոջն է արքայությունը, Եվ նա է տիրում բոլոր հեթանոսների վրայ։ Լիացան և երկրպակեցին նրան երկրի բոլոր մեծամեծները։ Եվ ամեն ոգ, որ գերեզման է իջնում, նրա առջև պիտի ընկնի, Նրանով է ապրում անցնի, Եվ իմ սերունդը պիտի ծառայի նրան, Գալիք սերունդներին պիտի պատմեմ Տիրոջ մասին, Տիրոջ գործած արդարությունը պիտի ավանդույ այն ժողովրդին, որ ծնվելու է